Եվ այսպես ես կինոթատրոնում եմ, եկել եմ վերջապես նայելու Օդիսեյ ֆիլմը։ Սպասումներս մեծ են, բայց լիքը մանրամասներ արդեն գիտեմ, որ ինքը sense դանդաղ կինոյի է, շատ պատերազմի դրվագներ չկան, գիտեմ ամբողջ քասթը, գիտեմ ոնց է նկարվել, ամբողջ պատմությունը գիտեմ, բայց իհարկե չեմ տեսել սեփական աչքերով, մի խոսքով նայելու եմ ու անմիջապես ֆիլմից հետո կիսվեմ ձեզ հետ։ Մնացեք ինձ հետ։ A few moments later. Ֆիլմը նայեցի, առանձնացրել եմ իմ համար դրական ու բացասական կողմեր ֆիլմի հետ կապված, որպեսզի ձեզ հետ կիսվեմ, ուրեմն իմ համար ամենամեծ մինուսը իրականում ֆիլմի հետ այդքան է կապ չունի, դա հայերեն թարգմանություններ էկրանի ներքևում ու բավականին մեծ խոշոր տառերով ու ավելի շուտ էր հայտնվում թարգմանությունը, քան դերասանները հասցնում են իրենց խոսքը ասել, այսինքն դու ավելի շուտ կարդում ես տեքստը, քան դերասանները խոսում են, ռուսերեն թարգմանությունը շատ լավն է, ես լիքը կարծիքներ եմ լսել, շատերը դժգոհում են իրենց շատ ամերիկյան անգլերենի վրա, բայց քանի որ ֆիլմը հունական պատմություն ունի, շատ տհաճ է, հա, իրանց այնտեղ հայհոյանքներով են խոսում, որ հիմա ամերիկացիներն են այդպես խոսում, կրճատ ամերիկական ակցենտով ու մարդկանց դա վանում է ֆիլմը դիտելուց, իսկ ռուսերեն թարգմանության դեպքում այդ մինուսները չկար, ռուսերեն թարգմանությունից զատ հենց ձայնը, այսինքն այն աղմուկը, որ փայտից է դուրս գալիս, երկաթից է դուրս գալիս, նավից, հենց ամեն մի ճրճրթյունը շատ լավն էր, վստահ եմ, որ Օսկարին լիքը նոմինացվելու է, առաջին հերթին հենց սաունդի համար, ու վստահ եմ, որ ինքը կստանա այդ Օսկարը, կստանա նաև երաժշտության համար։ Մյուս մինուսը Օդիսեյի դեպքում ես չէի ուզենա այսքան շատ պոպուլյար դերասաններ լինեին միտեղ, որովհետև շատ դժվար էր կենտրոնանալ, օրինակ Թոմ Հոլանդին ես նայում էի որպես Սպայդերմեն ու երևի միջև վերջը ես չկարողացա կենտրոնանամ, պես էլ Շարլիզ Թերոնը, այդպես էլ Էն Հեթուեյը, բայց բացասականը իրականում այնքան քիչ է, որ միանշանակ արժի ֆիլմը գնալ ու հենց դիտել կինոթատրոններում ու լիքը ֆիլմի հետ կապված այսպես ասեմ, սև PR է եղել, հատկապես Էլիոթ Փեյջի հետ կապված։ Էլիոթ Փեյջը տանում է Սինոնի դերը, ով ֆիլմում ինքը զինվորի, հասարակ մի զինվորի կերպար է եւ ընդհանրապես Աքիլեսի հետ կապ չունի եւ ասեմ Էլիոթ Փեյջը շատ լավ էր խաղում։ Իմ համար դրական կողմերից էր նաեւ նավարկության բոլոր կադրերը։ Զգացվում էր, որ նավը իրական է, իրանք իսկապես ալեկոծության մեջ են, իրանք իսկապես հոգնած են, խոնավ են, թաց են, այդ ամեն ինչը լրիվ փոխանցել է Քրիստոֆեր Նոլանը, խորհուրդ եմ տալիս անպայման դիտեք ու ինչու ոչ եթե դիտել եք, արդեն կիսվեք ինձ հետ ձեր տպավորությունից, տեսնեմ ձեզ ինչն է դուր եկել կամ ինչը դուր չի եկել ֆիլմից։